2 ամսով կալանավորվել է գործարար Սամվել Կարապետյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Ձերբակալվել է նաև ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Կարծում եմ Աբազյանն արժանացել է, որ մի քիչ հանգստանա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հրավերով մեկնել է Թուրքիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահին։ Կտրիչ Ներսիսյանը ոչ միայն կաթողիկոս լինելու, այլև քահանայական ծես իրականացնելու իրավունք չունի։ Քննարկում ենք ոչ թե կուսության, այլ լեգիտիմության հարց, ասել է վարչապետը, նշելով, որ հայ առաքելական եկեղեցուն եւ Մայրաթորին պատերազմ չեն հայտարարել։ Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ հեծը 10 միլիոն դրամի չափով տուգանվել է տեխնիկական եւ առևտրային խախտումների համար։ Ազգային ժողովը մերժել է պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը։ Իսրայելն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները։ Զոհվել են բարձրաստիճան զինվորականներ։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը 2 շաբաթվա ընթացքում կորոշի, արդյոք ԱՄՆ-ն կներգրավի Իսրայել-Իրան հակամարտության մեջ։